Լոս Անջելեսում մեկնարկած ցույցերը դուրս են գալիս վերահսկողությունից։ Բողոքի ալիքը շղթայական տարածվել է նահանգի մյուս քաղաքներում։ Նախ Լոս Անջելեսում ոստիկանությունը տեղեկացրել է զանգվածային ձերբակալությունների մասին, իսկ քաղաքապետ Կարեն Բասը Լոս Անջելեսի կենտրոնական մասում պարետային ժամ է հայտարարել։ Այն ուժի մեջ է մտնում ժամը 20-ից ի պատասխան ներգաղթի դեմ պայքարի շրջանակում իրականացված գործողությունների դեմ բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած ապազակությունների եւ բռնությունների։ Այս պարետային ժամն անհրաժեշտ էր մեր քաղաքի խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Մենք հարգում ենք ազատ արտահայտման իրավունքը, բայց բռնությունն ու ավերածությունները անընդունելի են։ Իսկ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփն է, որ բոքել արդեն իսկ պայթյունավտանգ վիճակը ազգային գվարդիա ուղարկելով, իսկ Թրամփն ի պատասխան ավելի է սրել իրավիճակը։ Մենք դուրս կբերենք Լոս Անջելեսը կրակից։ Եթե նրանք չեն կարողանում վերահսկել քաղաքները, ապա մենք դա կանենք։ Պատրաստ ենք ավելացնել ազգային գվարդիան, եթե անհրաժեշտ լինի։ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը երեքշաբթի հրամայել է նահանգի ազգային գվարդիային տեղակայվել Սան Անտոնիոյում նախատեսված ցույցերից առաջ։ Արդեն Օսթինում երկուշաբթի հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին նահանգի խորհրդարանի շենքի եւ Միացյալ Նահանգների ներգաղթի եւ մաքսային ծառայության աշխատակազմի գրասենյակի մոտ։ Նահանգային եւ տեղական ոստիկանները ցուցարարներին ցրելու համար կիրառել են պղպեղային եւ արցունքաբեր գազ, մինչ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ շշեր, քարեր եւ այլ իրեր են նետել։ Խաղաղ ցույցը օրինական է։ Մարդու կամ գույքի վնասելը ապօրինի եւ կհանգեցնի ձերբակալության։ Մենք գվարդիան ուղարկում ենք բոլոր այն վայրեր, որտեղ հնարավոր անկարգություններ կլինեն։ Նյու Յորքի Lower Manhattan-ը վերածվել է հուժկ ու բողոքի հարթակի, որտեղ հազարավոր մարդիկ դուրս են եկել հաջողություն Լոս Անջելեսի ցույցերի։ Չնայած սկզբում դրանք հիմնականում խաղաղ են ընթացել, այդուամենայնիվ ոստիկանությունը ստիպված էր ցուցարարներին ցրել պղպեղային եւ արցունքաբեր գազի օգնությամբ, որի հետևանքով մի շարք ձերբակալություններ են տեղի ունեցել։ Լոս Անջելեսում վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաների էսկալացիան անընդունելի է եւ չի հանդուրժվի մեր քաղաքում։ Ես ուզում եմ վստահեցնել բոլոր նյույորքցիներին, որ մենք ունենք աշխարհի լավագույն ոստիկանությունը, տղամարդիկ եւ կանայք, ովքեր պատրաստ են լուծելու ցանկացած խնդիր, որը կարող է առաջանալ հատկապես երբ մենք կանգնած ենք հասարակության խորը բաժանման առջև։ Տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են կազմակերպել Սան Ֆրանցիսկոյում, որտեղ կիրակի տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 150 մարդ։ Կալիֆոռնիայի Սանտա Անա քաղաքում բողոքի ցույցը վերածվել է բռնությունների։ Դաշնային ուժերը օգտագործել են արցունքաբեր գազ բազմությունը ցրելու համար, իսկ տեղական ոստիկանությունը հաղորդել է, որ ցուցարարները ոստիկանների վրա նետել են կրակածխեր, քարեր ու շշեր։ Միացյալ Նահանգների այլ քաղաքներում եւս բողոքի ակցիաներ են անցկացվում՝ Ֆիլադելֆիա, Ատլանտա, Չիկագո, Վաշինգտոն, Բոստոն, Սիեթլ։ Ըստ վերջին հրապարակումների Միացյալ Նահանգներում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է առնվազն 500 մարդ։ Վիրավորների մասին պաշտոնական տվյալներ դեռևս չեն հրապարակվել։ Նանե Հայրապետյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։